F-net-ն առաջարկում է կայուն ինտերնետ, խելացի դոմոֆոն, F-time ժամանցի հարթակ, անվտանգության համակարգեր։ Զանգահարիր 8988 կամ այցելիր fnet.am։ Արմին, ինչի ես տխուր, ինչ այլ է։ Հունիսը վերջացավ, ես մի լավ տեղ չգնացի։ Դու իմ նման լավ ընկերուհին ես, ես չեմ թողի, որ դու տխրես։ Արմինել, այդպես քո համար ինչ եմ բերել։ Արմինե, նայ, ծաղիկ եմ բերել։ Ինչ անեմ, որ ուրախանա։ Ուր ես Աշոտ։ Մոռացել ես, որ մենք այսօր պետքա գյուղ նկարենք։ Վայ։ Արևիկ։ Հե։ Արմինեի տրամադրությունը իջել է, դրանով էլ ես էլ տխրեցի։ Իմ տրամադրությունն էլ է իջել, որ պետքա գյուղ նկարենք, Աշոտը չկա։ Վայ։ Հե, ինչ ես առաջարկում։ Ասում է, հունիս ամիսը ավարտվավ, ինքը նորմալ տեղ չի գնացել։ Հա, ով է մեղավոր դրանում։ Ես թե դու։ Ներվայնացե։ Մի խոսքով գյուղ չենք նկարում այսօր։ Ուր է Արմինեն։ Արմինեն ընդ է։ Ու տխուր է, տրամադրություն չկա իր մոտ։ Մի րոպե սպասի։ Աշոտ, մի խոսքով մենք այսօր գյուղ չենք նկարում, եղավ։ Կգնանք Արձական գյուղ։ Վերջերս այնտեղ ենք, շատ լավ գյուղ է։ Լավ ժամանակ անցկացնենք այնտեղ։ Դե արի Արմինեին վերցնենք, գոնե տրամադրությունը բարձրացնենք։ Այս չի լինի։ Կորչի գործ։ Արմինե, արի քեզ լավ տեղ եմ տանում։ Արի։ Ինչ ես նեղվել, մեծ աղջիկ ես։ Արի։ Եկեք։ Ալո։ Էլեն։ Հե, Բարև։ Ոնց ես։ լավ, դու ոնց ես։ Լավ, Էլեն ջան, մենք հիմա եկել ենք Արձական, դուք պատրաստ եք հյուրեր ընդունելու։ Այո։ Մենք գյուղի սկզբում ենք։ Լավ, ես հենց հիմա եկա։ Լավ։ Այ Արևիկ, եկեք։ Այո, ծանոթացիր Անուշիկ։ Արմինե։ Էլի հաճելի։ Հա։ Երեխեք, Էլենի հետ ծանոթացել ենք մի շաբաթ առաջ Արձականում ու ինքը դարձել է իմ լավ ծանոթը։ Առաջիկայում էլ լավ ընկերներ կդառնանք։ Էլեն, լսի, ուրեմն Արմինեն այսօր տրամադրություն չուներ, բողոքվում է Անուշիկին, թե ամառը անցավ ու ես ոչ մի լավ տեղ չգնացի։ Ես էլ ասում եմ Արձականում այնքան հրաշք բնություն կա, այնքան լավ մարդիկ կան։ Եկեք գնանք, լավ ժամանակ անցկացնենք։ Շատ լավ եք արել, որ եկել եք։ Ես ձեզ այսօր շատ լավ օր եմ խոստանում։ Երեխեք դուք ձիեր սիրում եք։ շատ ենք գժվում ձիերի համար։ Դե տեսեք, հեսա ձեզ ուր եմ տանում։ Յո, ես ամեն ինչից լավ հոտ եմ առնում, հա։ Գնանք տեսնենք ուր է տանելու։ Բարև բալիկներ ջան, բարև ձեզ։ Ոնց եք։ Շատ լավ, շնորհակալություն, դուք լավ լինեք։ Ոչինչ, լավ ենք։ Էլենա ասաց ձեզ լավ օր եմ խոստանում Արձականում։ Այո։ Ես այնպեսի մի լավ վայր տանեմ, որ մնաք զարմացած։ Ահա։ Հիմա իսկապես մեզ զարմացրեց։ Մենք շատ ենք սիրում ձիուկների։ Եկել ենք ծանոթանանք նրանց հետ։ Սա Սերի գույնի Գարուն անունը տղա ձիա։ Իրա համար աղջիկ եք ման գալիս, որ պսակենք։ Որտեղից պետք է լինի հարսնացուն։ Վարդենիսից։ Վարդենիսից։ Ինչու Վարդենիսից։ Տեղի աղջիկը լավն են, խելոք են։ Պաստորեն Գարունը հեզ համեստ տնածան աղջիկն է սիրում։ Այո։ Գարունը շատ լավն է, սիրուն տղա է։
անգլիական մաքրարուն ձիա։ Անգլիայից եք իրեն բերել։ Անգլիայից չենք բերել, բայց իր արյունը այդտեղից է։ Քանի տարի է որ պահում պաշտպանում եք իրեն։ Իրան ես 2 տարի է պահում եմ, պաշտպանում եմ, սիրում եմ, իմի դարձել, այս տարի դարձել է 7 տարեկան։ Կարող ենք իրեն սիրել։ Սիրեք, իհարկե սիրեք։ Սիրեք։ Երեն ջան, այդ բանից դու թողտիր, ձեռից հետ մի հատ հանի, որ տաս ուտի, Տվեք, դու երեխեքն է թող մի հատ թող բանանես, հա։ Բայ, ափիտ մեծ, չէ, Ոյ, վախում եմ։ մի Ոյ, վախեցի, չէ, դուք տվեք։ նայ, սպասի, մի վախեցի, տես, հասկացա, հեսա, դու երեխեքին էլ դու թող տենքը, Լավ է, ձեռքս դեռ կա։ դու իրան էլ, բայ, ապը, պահի, ապրես, դու էլ, ապրես, Սոված էր։ Սովաս չի, սիրում եմ, միտք է, ուտում է, ոնց կարող են սովաս լինել։ Չի հրաժարվում։ Չէ։ Ինչքան տակ։ Խնձորը գազարից խի պետք է հրաժարվի։ Եթե ուտելու։ Իրան սիրելի միտքն է, իր անունը Պիրատ է։ Պիրատ Ինքն էլ ինչ է լավ նշանակում։ Պիրատ նշանակում է ծովահեն։ Ինքը ծովահեն է։ Ծովահեն, Դուք եք անունը որոշել։ այո, անունը ես եմ որոշել։ Մի հատ սա կտակ ուտի, մենք դեռ պիրատին ծանոթ չենք, էլի։ Չգիտենք իր բնավորությունը։ Արեք, երեխեք, դու երեխեք ես թողտամ։ Ինչ բնավորության տեր է պիրատը։ Նորմալ, ինքը բարի է։ Քանի տարեկան է։ 9 տարեկան է, Պիրատը 9 տարեկան է։ Քշեմ։ Ինչ։ Ես ուզում եմ հենց այս զին քշեմ։ Ես էլ։ Դուք բոլորը։ Այո, շատ բարի ձիա։ Հա, ինքեր ասած հնարավոր։ Իհարկե, հա, բոլորն էլ կքշեն։ Ոչինչ, վերցրա դուր։ Լավ, ուրեմն կնստենք պիրատի վրա։ Այո, չեք վախենալու, չէ։ Պիրատը խելոք է, ձեզի մի վախեցեք, սիրեք։ Պիրատը ընտանիք չունի։ Չունի իրան էլ պետք է պսակեն։ Եկեք իրեն Շամշադինից աղջիկ գտնենք։ Շամշադինից, հա, կարելի է։ Ոյ, շատ լավն ես դու։ Ձերը զգում են սերը իրենց Հա, հանդեպ։ ոնց չէ։ Հիմա որ մենք իրեն սիրում ենք, ինքը իրեն լավ ազգում է Հա, բա ոնց, իհարկե։ Ջոն։ Իսկ որ ասեք պիրատ գնա նստի, ինքը ձեզ կենթարկվի։ Դե այս պահին հիմի սենց չէ, բայց ինքը լսող է։ Հա։ Ոհ։ Հիմի իրար շփում ենք։ Իրենց տերերին ոնց են ճանաչում։ Ոնց է մարդ տեսնում, համ տենց է ճանաչում, համ էլ է հոտառությամբ։ Հոտով։ Հոտով էլ, աչքերով էլ ճանաչում է։ Ես Լավ օրինակ պիրատ։ այն ձիուն, այն օր շաքարեի վեր տալիս, ես ասացի մի հատ ասա շնորհակալություն, եկավ ոտս սենց արեց։ Այդ իրեն շնորհակալությունն է։ Այո։ Ընկեր Ազատ, բա ինքը ով է։ Ինքը ֆրանսիական պոնի է։ Նա շատ խելոք, շատ աշխատող լավ ձի է։ Իր պարոդը ֆրանսիական պոնի է կոչվում։ Անունը ինչ է։ Իր անունը Օսկար է։ Օսկար։ Լավն է ինքը, շատ լավն է։ Փոքր է, հա։ Հա։ Փոքր է, իհարկե փոքր։ Չէ, ձագ իրաց պարոդան է տենց։ Իրանք տենց ծնվում են։ Փոքր, հա։ Ուրա բեր կերակերեք հլը։ Քանի տարեկան է։ Ինքը 7-ի մեջ է, 7 տարեկանի մեջ է այսինքն։ Իսկ լինում է որ ձերի ծնունդը նշեք։ Հա, լինում է։ Խմորել Հա, իրաց է գազարով բանով սարքում է տորտը տենց, իրանց ծննդյան օրը տալիս եք, դու մի վախեցի։ Արի, մոտիկ արի, Բա իրենց ատամները ոնց եք խնամում։ բարձր։ Այլ իրանց Ատամը իրանք տես խնամ չկա, եթե որ սուր է լինում, չեն կարողանում ծամեն, խարտոցով հավասարացնում են այդ իրանց սուրությունը, որ իրար չխանգարի։ Դուր։ Օրինակ Օսկարը մնացած յուկներից ինչով է տարբերվում։ Դե ասենք իր մասսայով, իր ճարպկությամբ, ինքը շատ բավականի ճարպիկ ձի է, առողջ ձի է։ Հա, իհարկե արագ է վազում։ Ինքը կարող է մեծ ձի հետ համարը հավասար վազի։ Սիրելի զբաղմունքը ո՞րն է։
իր սիրելի զբաղմունքը, եթե ասենք իրան բաց եմ թողում մանեժի մեջ, ինքը սկսում է բաց տարածություն է, վազում է, թավալում է, խաղում է, հետեի ոտքերի վրա կանգնում, ուրախանում է, դա իր ուրախությունն է։ Պիրատը սիրում է պարկել գիրք կարդալ։ Պիրատը։ Պիրատը։ Պիրատ ուրեմն խելացի։ Խելացի դիա, խելացի դիա։ Երեխեք առաջարկում եմ պիրատի հետ զբոսանք կատարենք, ինչ կասեք։ Շատ բարձր Գիտեմ, պիրատի հետ։ Պիրատի հետ։ Պիրատի հետ շրջենք տարածքում։ Ընկեր Ազատ կհագցնեք պիրատին։ Իհարկե, անպայման կհագցնեմ պիրատին, կթամբեմ, երեխաներին կնստացնեմ, ման կտամ։ Մենակ երեխաների։ Մեծերին էլ, ձեզ էլ, իհարկե ձեզ էլ։ Երեխեք, հիմի ցելը է գցում, ով առաջինը նստելու։ Ցելա։ Արմինեն։ Ահա։ Դե դուք արեք այս կողմի վրա, թող Արմինեն բարձրանանդեղ։ Բարձացի Արմինե ջան։ Ձիու հետևից հեռու եք մնում երեխաներ։ Առաջ գնա, բալիկ ջան։ Գնա առաջ, գնա։ Կանգնի։ Ահա։ Կանգնեցի, ահա։ Այստեղ աչ ոտը քշի մի անգամից նստի։ Ապրես, բռնվի տեղից։ Բռնվի, ահա։ Էդի պետք չի, ահա։ Հա, հիմա ես քայլացնում եմ դες, արի այսենց, ահա։ Ախին փոքրիկ տոտիկներին հարկավոր է կոշիկ, վարին փոքրիկ տոտիկները չմրսի, տոտիկ, ախին փոքրիկ տոտիկներին հարկավոր է կոշիկ, Մի վախեցի։ վարին փոքրիկ տոտիկները չմրսի, կոշիկ, բայց ինչ լավ է, ինչ հավեսա, ամբողջ կյանքս երազել եմ ձի նստեմ, հոց անդր չեմ ձիգ ջան, լավ է, թեթև է, Ձերքով սիրի։ թեթև է, գիտեմ որ թեթև եմ, 38 կիլո եմ, դու շատ սիրուն, պուպուշ, ձի ես, գիտեմ ճանջերը քեզ մի քիչ ուտում եմ, բայց լավ, էդի դու կքշես, կանցնեն ճանջերը, դու կդառնաս իմ ընկերը, ես գիտեմ որ ձին շատ հավատարիմ կենդանի է, ընկեր Ազատ դուք ձի սիրում եք? Իհարկե, ես մանկուց եմ սիրել ձիերին, Աթիկ ջան, մանկուց պարապել եմ, սիրել եմ, շփվել եմ ձիերի հետ։ Ոնց եք շփվել, իրանց լեզուն ոնց եք հասկացել? Ձերքերով, ոտքերով հասկանում եմ իրանց, Աթիկ ջան։ Լավ, թե մեկ չել Անուշիկը քշի։ Ահա, եղավ, հեսա քեզ իջացնեմ, թող Անուշիկը նստի։ Չվախենաս։ Ահա։ Դուք ո՞նց եք։ Ձիուկը լավ է։ Դու չես վախենում, չէ՞։ Հիմի լավ է, չէ՞։ Ձերը որ հիվանդանում են դուք ո՞նց եք բուժում։ Բա, մենք իրանց սրսկում ենք անում, նայած ինչ հիվանդություն ունեն իրանք։ Իսկ նրանք ինչ են սնվում։ Իրանք սնվում են վարսակ են ուտում, խոտ են ուտում, աղացած գարի են ուտում, հացի թեփ են ուտում, մրգեր են ուտում, սիրում են։ Ինչ լավն է։ Կարևորը իրանց պետքա խնամքը լավ պահես։ Դուք ո՞նց եք խնամքը լավ պահում։ Իրանց պետքա շփվես, իրանց պետքա մաքրես, իրանց հետ պետքա անընդհատ շփվես, որ քեզ սիրեն, քեզ ճանաչեն։ Լինում է չարաճճիություններ անեն, ձեզ Մեկ չլսեն։ լինում է, բայց հետո իրանք հասկանում են, որ չի կարելի։ Արդեն սովոր են Արդեն սովորում են, հասկանում են, հա։ Իրանք ապրում են մոտավորապես 30 տարի։ Աթիկ Իսկ ջան։ նրանք քանի ձակ են ունենում։ Իրանք ունենում են մեկ ձակից 2 ձակ։ Հա, մի վախես, էդի ճանջերին է քշում։ Դու շատ լավն ես։ Հարի։ Փափուկ ես։ Ահա։ Խելացի ես։ Կապ չունի որ ձիաշավարանը ձեր գյուղում է, դու էլ պետք է նստես։ Լավ։ Նստի։ Դե անցի առաջ դու։ Մի րոպե արի առաջ։ Արի էլ, ահա, շո։ Դե թռի նստի։ Բռնվի, թռի։ Ապրես։ Ահա, շո։ Նստի մի փոքր առաջ արի, այդտենց ու բռնվի տեղից։ Ահա, գնացինք, արի։ Էլեն վախենում ես։ Էլեն քո ամենասիրած ձին ո՞րն է։
Օսկարը։ Օսկարը ինձ դուրս նայելնում, ես գալիս եմ, դուրսն եմ ես ելնում, վազում եմ, ինքը հետևիցս վազում է։ Մենք արդեն ծանոթ ենք։ Ահա։ Ահա։ Ինչ եմ անում։ Աշ ոդկա Այ քսինի։ մամա ջան, հա ոդկս մի րոպե, ձախ ոդկս պետքա դնեմ, հա, այս երկաթի Կարող վրա։ ես այտենց էլ անես։ Վայ մամա ջան, հիմա Դες դնեմ։ սպասի ես մոտիկ բերեմ լավ ավ։ Պիրատ մոտիկ արի, հա, մենք արդեն Դες ծանոթ դե ենք։ արդեն նստի։ Հետա գնում, հələ մի րոպե։ Մի րոպե։ Ոդկս դնում եմ ու նստեմ։ Всё։ Պիրատ մի փախի։ Մի րոպե լա։ Այ պիրատ։ Դե նստի, ասեմ մի անգամ ես նստի էլի, աչ ոտը քցի նստի։ Սենց։ Ապես, ահա։ Այ դզվի, всё։ Ոդկերը Ոտկա ստեմ։ դիր, Են մեկն էլ։ սպասի, միշտ տապ, ահա, հանգիստ։ Օ, ես։ Всё։ Պիրատ, ես Հարի, ձի նստելուց վախենում եմ։ Պիրատ, հասկանում ես դու ինձ։ դրատը հանգիստ քայլում է, քեզ կման կտա։ Փոքր Վախենալ պետք։ ժամանակ մենք Արմիր աղբյուր գյուղում Ահ, ես ու քերուս տղան Դավիթը նստեցինք ձի։ Այդ ժամանակ Ահա։ Դավիթը մոտ 2 տարեկան երեխա էր։ ահա, Ես էլ մոտ 10 տարեկան եմ, չեմ հիշում էլի։ հա։ 10 տարեկան էի, չեմ հիշում։ Ձին կանգնեց հետևի 2 ոտքի վրա։ ահա, Դիմացի 2 ոտքերը բարձրացրեց ու մենք ընկանք։ Հասկանում եք։ Դրանից հետո ես վախենում եմ ձիերից։ պետք չի վախենալ։ Հիմա Մինչև չընկնեք, չեք սովորի։ Առանց ընկնելու չկա զիասպորտ։ Անպայման պետք է ընկնեք եւ վերկանաք նորից նստեք։ Գիտեք դրանից հետո ես ինչքան եմ տանջվել։ Ձերքս կոտրել եմ։ Մի ամսից Դա ավելի էլ ջիպսի մեջ կարող է եմ լինի, պահել։ հա, դա էլ կարող է լինի, բայց կապ չունի, միևնույնն է, պետքա չվախենաք։ Եթե սիրում եք, նորից պետքա նստեք։ Հիմա ես իմ վախն եմ էլի հաղթահարում։ Հա, Գիտեք, չէ՞ այդպիսի ճշմարտություն։ հա, Եթե ինչ-որ մի բանից վախենում ես, դա պետքա անես։ Ահա։ Ոչ թե անդադ ասես, «Ոյ, վախենում եմ, այսպես, այնպես»։ Հա։ Պատկերացրիք ընկեր Ազատ, հա, դուք էլ այդպես կանեք։ ըհը։ Օրինակ դուք ինչից եք վախենում։ Ես ոչ մի բանից չեմ վախենում։ Օծից չեք վախենում։ Չէ։ Մկներից եմ վախենում։ Ընկեր Ազատ, օրինակ լինում, հա, որ գալիս եք աշխատանքի, Հա։ առօրյայից հոգնած տրամադրություն չունեք, այս աշխարհի վրա որ ջղայնացած եք ու ձերին տեսնում եք, հանդարտվում եք, խաղաղվում Այհարկե, եք։ դա տենց է։ Ձերի հետ որ շփվում եմ, հանդարտում եմ։ Ես ինձ շատ լավ եմ զգում։ Առողջ եմ զգում, ավելի լավ եմ զգում, ուժեղ եմ զգում։ Մազերը հաճախ եք կտրում ձերի։ Ամեն տարի։ Ամեն տարի հատուկ այդպես Ամեն ամիս կա։ տարի մի անգամ, հա։ Օրինակ, որ ամսվա մեջ եք կտրում։ Գարնանը։ Ինձ համար բնության մեջ ամենագեղեցիկ կենդանին դա ձին է։ Այո։ Ես ուզում եմ մեր հետևորդներին ասել, եթե կյանքից հոգնել են, ուզում են ցրվեն, ապա գան ձեր մոտ ու ձիքշեն։ Այո, թող գան։ Այդպես Ես մասնագիտությամբ ձիավար հրահանգիչ եմ։ Ահա։ Ավարտել եմ ձիասպորտի բարձրագույն դպրոցը։ Օ։ Մաստեր սպորտ եմ։ Так что ով որ ցանկություն ունի սովորելու, Ահա։ խնդրեմ, թող գան, ես կսովորացնեմ իրանց։ Մեր Աշոտն էլ է ուզում քշի ընկեր Ազատ։ Ասում է չնկարեք, բայց թաքուն նկարելու եմ։ Հա։ Արի Աշոտ, հաջորդը դու ես եւ այդ մեկը դու ես։ Երեխեք լավ էր, հա խոսքեր չունեմ։ Ամբողջ կյանքս հիշում ես օրը։ Ահա, Էլեն ջան, հրաշալի րոպեներ ունեցանք, անմոռանալի էր ու բոլորս էլ հիշելու ենք ողջ կյանքում այսօր։ Դե եկեք ձեզ մի տեղ էլ տանեմ, դա արձականի հրաշքն է։ Ուր։ Միրաժ տակջուր։ Հա։ Ես օրեր առաջ եղել եմ այդտեղ։ Իսկապես որ հրաշք է։ Լավ, արել փակագծերը չբացենք, թող իրենք էլ իրենց աչքով տեսնեն, լավ։ Լավ։ Դե, Գնացինք, վաշտ, զգաստ, հայլով, մարշ։ գնացինք։ Միրաժ տակ ջուր։ Ընտանեկան հանգիստ։ Հեսա կտեսեք իսկական դրախտը որն է։ Գնացինք։ Գնացինք։ Հեն, երեխեք, ինչի զարմացաք։
Ասում եմ ինչի ջուրը կապուչել են։ Որովհետև գետնի տակից է դուրս գալի, առողջանալ է եւ հանքային է եւ նույնիսկ խմելու է։ Հիմա մտնեմ ես Mirage տակ ջուր Instagram-յան էջ ու ձեզ համար կարդամ առավելությունները ջրի հետ կապված։ Տեսեք։ Հոդացավերը բուժում է։ Այսինքն եթե մտնեք այստեղ լողանակ, ձեր հոդացավերը կբուժվեն։ Հետո ցավերի մեղմացում եւ շարժունակության բարելավում։ Այսինքն Արմինեն ավելի արագ կվազի, երբ որ այստեղ լողանա։ Արյան շրջանառության բարելավում։ Շնչառության թեթևացում։ Քեզ պետք է դա, այո։ Նյարդային համակարգի հանգստացում։ Դա էլ ինձ է շատ պետք։ Մաշկի ընդհանուր տեսքի եւ առողջության բարելավում։ Այո, այնպես որ Էլենը ճիշտ էր։ Ինքը մեզ բերեց դրախտ։ Հա, աղջիկներ ուզում եք լողանակ։ Չենք ուզում լողանալ։ Խի։ Վախենում եք։ Այո։ Կարող խորհուրդ։ Խորնա Էլեն։ Չէ, ես այն մասը ամենախորն եմ, բայց ես իմ բոլը հասնում եմ։ Չհամոզեցինք։ Չեք ուզում։ Չէ։ Դե լավ, դուք գիտեք։ Լավ, եկեք գնանք ձեզ սուրճ ուրացնենք։ Որ չեք ուզում լողանալ, դուք գիտեք, այդ քեզ բա։ Այդքան առավելություններ կարդացի ձեզ համար։ Աշոտ, դու մտի լողացի։ Իրենք շատ են հասկանում։ Բարով եկեք արժական։ Էլեն, ես արձականցիներին շատ եմ սիրում։ Բոլորդ է շատ լավն եք։ Իրոք հրաշալի ժողովուրդ եք։ Հյուրասեր, շատ լավն եք, ասելու խոսք չունեմ ձեր մասին։ Երանի ձեզ ամեն օր էս լավ բնությունն եք վայելում, մաքուր օդն եք շնչում։ Ես էլ կուզեի Արձականում մի հատ տուն ունենայի։ Էլեն։ Այս Սանուշիկն ու Արմինեն ուր գնացին։ Չգիտեմ։ Օ։ Հələ արի գնանք ման գանք։ Բա դուք չեք ուզում լողանաք։ Ջրի հետ այնքան լավ կապված բաներ ասել, փոշմանեցին, մտանք լողնալ։ Մենք էլ ընկած ամբողջ տարածքով ձեզ ենք ման գալիս, գոնե զգուշացնեի։ Մենակ գալիս եք, ջուրը վայելում եք։ Ապրեք։ Լավ բաներ չեք անում, հա։ Հետո ինչ որ դուք ստացաք։ Նյարդային համակարգը դզվավ։ Իննելը շնչառությունից բացվող։ Բայց ես սոված եմ։ Հեսա մի բան կմտածեմ։ Ինչնասա դուք սովորել։ Հա? Այդպես է, երեխեք, երբ որ մտնում լողանում եք, մի անգամից սովածանում եք։ Ես առանց լողանալու եմ սոված։ Ինչ? Ես առանց լողանալու եմ սոված։ Հա, դու միշտ սովածանում ես։ Չէ, Հիմա ես սոված։ Ինչ կուտեի։ խորոված։ Խորոված։ Մենք էլ խորոված։ Օ, ինչ էլ ախորժակ ունես։ Դու մեջքդ ուղիղ պահի, միլիոն անգամ ասել եմ ես քեզ դա։ Բա ինչ անենք, որ Արմինեի մեջքը ուղղվի։ Թող շատ սեշ չան։ Հա։ Ինձ զանգ։ Ասել եմ, իր մականունը դառնալու է ոչ թե վայ արա, այլ կուզիկ Արմին է։ Ինձ էլ Instagram-ով զանգի ասում մեջքը ցավում, ասում տենց արմի արևիկը քեզ ասում մեջքը տուղի ամեն մի նկարում է։ Դու միշտ տենց ցավ։ Դամարա մեջքը։ Ճիշտ է։ Այսենց ես տեսնում Արմինը, այսենց։ Անուշից։ Իսկ եթե ամեն օր գա արձական Mirage տակ ջուր ու լողա,
Կարող է վերջապես կարողանա ուղիղ նստի։ Կարող է։ Հա? Փորձենք։ Փորձենք։ Սրանց հետո ամեն օր գալիս ես արձական, այստեղ լողում ես, եղավ։ Որ մեջ կտուր։ Եթե նյարդային համակարգը բուժվել է ջրի շնորհիվ, մեջք էլ կուղվի։ Լավ շնչառություն սա բացը, որ մենք մեջը կդզվի, սենց ոչ կստանա։ Մա բուժի ջրի մեջ եք է լողացել։ Հո, հավայ ջուր չի երեխեք։ Սովորական լողավազանի ջուր չի արհեստական։ Գետնի տակից գալիս է։ Հիմա եկեք ձեզ տանեմ Միրաշ Աղվերյան հանգստի գոտի։ Ինչ ենք անելու։ Դա թող մնա անակնկալ։ Այո, դա թող սյուրպրայզ մնա։ Գնացի։ Գնացինք։ Երեխա գիտեք, այնքան շատ եմ լսի Աղվերյանի մասին, բայց չեմ կարողացել գալ այստեղ։ Ես էլ եմ միշտ ցանկացել գալ այստեղ։ Ես իմ բախտը բերել է, որովհետև ես ամբողջ օր արձականում եմ։ Ու հաճախ ես բարձրանում աղբերան, չէ։ Քո բախտը շատ է բերել։ Երեխեք, հերիք է խոսենք այս արևի տակ, եկեք գնանք Միրաշ հանգստի գոտի հանգստանանք վերջի վերջո։ Գնացինք։ Էս սիրունա բնությունը։ Հա, շատ սիրուն է։ Բայց Մանաման տանտար է։ հրաշք է, հրաշք։ Մանվել, ողջույն։ Բարև ձեզ։ Ո՞նց ես։ Լավ, դուք ո՞նց եք։ Լավ, մենք արդեն ծանոթ ենք իրար հետ։ Այո։ Էլենը վերել է մեզ Միրաշ հանգստի գոտի, որ խորոված պատիվ տա։ Մեզ արդեն տեղյակ է ողել, արան գնանք, արդեն մենք էլ ձեզ ամեն ինչով կօգնենք, լավ ժամանակ կասկածենք։ Շատ լավ։ Գնացինք։ Էլեն, իսկ արձականում F-net Telecom ընկերության ծառայություններից օգտվում են, չէ՞ մարդիկ։ Հա, մենք էլ ենք օգտվում։ Լավ կապա, չէ։ Հա։ Շատ լավ է։ Աշխարհի ամենալավ կապն է։ Ահա, F-net-ի ինտերնետով այս հաղորդումը մարդիկ նայելու են։ Այո։ Էլեն, իսկ լինում է, որ դասընկերներով հավաքվեն ու գան Միրաշ հանգստի գոտի, կեֆ անեն, ուրախանան։ Հա, մեծ խմբեր են գալի, ամբողջ օր գալիս են։ Ամեն հնարավորություն կա, էլի։ Համ մի օր չեն գալի։ խաղեր կխաղան, համ խորոված կանեն։ Այնտեղ խաղային հա, այնտեղ խաղային դաշտ կա, այնտեղ բասեինն է։ Ահա, գետն էլ կողքով անցնում է։ Երեխեք, եկեք գնանք օգնենք, հա, մարդկանց։ Հա, Այս ամեն խորոված են պատրաստում, Գնանք մենք էլ մենք էլ եկել օգնենք։ այստեղ նստել ենք։ Գնացինք։ Գնացինք։ Մենք մեր համար վայելում ենք, իրանք գործ են Հա։ անում։ Գրանք մենք էլ օգնենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց եք։ Լավ, մերսի Արաբիկ ջան, դու լավն եք։ Ես եկել եմ մի անգամ արձական, հասկանում եմ, որ շուշուտ եմ գալու սրանից հետո։ Բարով եք եկել, մենք չենք նեղվում։ Արմինեն այսօր ասում է Անուշիկին տրամադրություն չունեմ, ոչ միտեղ չեմ գնացել։ Ես էլ ասում եմ արձականում ընտիր ծանոթներ ունեմ, եկեք ձեզ տանեմ արձական։ Զանգեցի Էլենին, ասում է խնդիր չկա, համեցեք։ Հիմա շատ ժամանակ անցկացրեցինք, ձի քշեցինք, հետո գնացինք տաք ջուր։ Էլենն էլ ասեց սոված կլինեք, եկեք գնանք մեր Միրաշ հանգստի գոտի, պապաս խորոված կանի կուտենք։ Էնպես որ ձեր աղջիկը ձեզ գցեց կրակի մեջ։ Չէ, իմ աղջիկը ինձ կրակի մեջ չի գցեն, ինքը միշտ վստահ է, որ իր պապան ինչ ասում է, պապան անում է։ Արագ փորձում ենք կազմակերպենք։ Ես եկա մի փոքր ուշ, տեսա դուք արդեն կրակը վառել եք, դուք զբոսնում էիք։ Ես փորձեցի, չգիտեմ, որոշակի աշխատանքներ տանել, բայց միասին կարծում եմ կանենք եւ ավեսին համով հաց կճաշակենք, չէ։ Այո։ Արմինե, չէ, Էլենն ասել է, որ Արմինեն ասել է, Արմինեն Անուշիկն ասել են, եւ նաեւ Արևիկը, որ միասին ենք պատրաստելու, չէ։
Հեսա միասին բանը շամպունների վրա խորովածը քաշենք եւ կդնենք կրակի վրա։ Արդեն դնելու ժամանակն է։ Այո, կարող ենք դնել։ Ահա։ Բադր ջան։ Ահա, կարող ենք դնել։ Արմենն ա դնում։ Հա։ Գուշ, չգցես։ Ապրես։ Այս լոլիկները շարես։ Չէ, լոլիկները ես շարեմ։ Դուք կարող եք կարտոֆիլը, չգիտեմ, մաքրել, կտրատել, փոքր բարակ, որպեսզի լավ եփի, ու տենց ամեն մեկս մի գործ կանցնենք, sense կստացվի, կարծում եմ։ Չէ, Էլեն ջան։ Պապան չի թողի քեզ մենակ, քո հյուրերին այսօր հյուրասիրենք, չէ, նորմալ ժամանակ կանցկացնենք։ Կամ երեխեքը եթե ուզենան կարող են խաղալ միջև հետ, մենք sense ով ուզում է, ով մասնակցի, ես մեր Մեզ կսովորեցնեք լոլիկը ինչպես Հիմա անցկացնել փորձենք, ահա։ շշի մեջ։ Այսպես էս կոշտ մասը մաքրում ենք, հետո բաժանում ենք երկու մասի։ Ահա, այդ եմ, ուղիղ տարեք, որ հավասար տակի մասից էլ եփելու, լավ է, նորմալ ստացվեց, ահա։ Ասենք առաջին անգամ եմ, այսպեսի Շատ լավ է բան։ ստացվում, ահա։ Էլ ջան, ահա։ Լավ, ահա, այդ մեկն էլ թողենք արևիկին, շո, թող արևես։ Այդ արևիկին կտա։ Խորովածը շալավ բանը ջան, տու Առանց գինի անհամ բանը ջան, տու Արմինեի սարկած խորովածը հաստատ համով է լինելու, առանց գինի էլ կուտվի, չէ։ Այո։ Հա։ Արևի կոֆե պատրաստ է։ Շատ լավ է, ընտիրա։ Դու եկել ես քո ավեսին ստե ճոճորվում ես։ Արի գնանք կոֆեն խմես։ Վայելում եմ, Արմինե, վայելում եմ։ Գիտես, ինչքան կարոտ եմ մնացել ես հանգստին։ Բախն է վայելելու։ Գնանք կոֆեն խմի, նորից զարի վայելի։ Եղա, ոնց ասես։ Լսում եմ։ Հուլիսի 12-ին Վարդավառն է, ինչ ենք անելու։ Ինչ ենք անելու, Արմինե։ Գալու ենք այստեղ։ Վարդավառ խաղանք, խորոված անենք, ուտենք, լավ ուրախանանք ու գնանք։ Ինչ պետք է անենք։ Բա լողավազանում չլողանանք։ Կլողանանք։ Ես էլ։ Լողանանք։ Այսօր մի տեսակ շատ չի լինի։ Չէ։ Համտակ ջրում լողանանք, համեստեղ լողանանք։ Շատ կլինի։ Եկեք լողավազանն էլ թողնենք Վարդավառի օրը, հա։ Լավ։ Թողնենք։ Թողեցին։ Գնանք տեր կանգնենք մեր խորովածին։ Գնացինք։ Քանի չի ոռնում։ Տերանուշ խորովածը պատրաստ է։ Ապրի Արմինեն, ապրի։ Խորովածի մասնագետ։ Բավարարում եմ, չեք հավատում։ Տար։ Խորովածը շատ լավ բան է ջան, տու։ Արմինե օգնի։ Տեղավորվեք, երեխեք, տեղավորվեք։ Այս Անուշիկը ուրա։ Էլ ինչ ուրախ սեղան առանց էֆնետի։ Հա, ճիշտ ես ասում, բեր ես փոչիկները։ Մեր ուրախ տրամադրությունն էլ էվնետնա էլ ապահովում ժողովուրդ ջան։ Նստի։ Ահա։
Նստեք։ Շատ համով է։ Ապրես Արմինե։ Ձեր կենաց երեխեք ջան։ Իշտ էսպես լավը մնալ։ Մեր հաղորդաշարի հովանավոր Էֆնետ Տելեկոմ ընկերությունը։ Եթե ուզում եք ունենաք այսպիսի լավ կապ, ապա զանգահարեք 8988 հեռախոսի համարով։ Էֆնետն առաջարկում է գերարագ ինտերնետ կա, բազմաթիվ հեռուստալիքներ, խելացի լուծումներ, որոնց թվում են տեսախցիկները, խելացի դոմոֆոնները եւ իհարկե F-Time հարթակն է առաջարկում Էֆնետը։ Մանվել ջան, Էլեն ջան, շատ շնորհակալ ենք մեզ հյուրընկալելու համար։ Միրանշ Հանգստյան գոտում իսկապես հիանալի օր ունեցանք, ճիշտ է երեխեք։ Այո, շատ լավ օր ունեցանք։ Լավ հանգստացար Արմինե։ Այո։ Հետո չես բողոքելու։ Ոչ։ Չես ասելու ամառ անցավ, մի լավ տեղ չգնացի, չհանգստացա։ Օրը կատարյալ էր քեզ համար։ Դե չեն մոռանում հուլիսի 12-ին գալիս են Միրաժում, տոնում ենք ինչը։ Վարդեվարը։ Այո։ Էլեն, դու ինչ ունես ասելու։ Ես կասեմ, որ լավ եք արել։ Շնորհակալ ենք շատ, ցտեսություն աղվերանից։